Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօր մեծ բահոտ 4-րդ գիրագին է և գգոչվի դնդեսի գիրագի։ Գիրագիմը, որ օրվա իր անվանումը ստացած է օրվա ավետարանական ընթերցված են։ Քիչ առաջ, եթե հետևեցանք, Սարգսակին կողմէ գարթացվեցավ Ղուգասու ավետարանի 16-րդ գլուխը, որում մեջ երկու թեփկերու գանտրատարնա մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Առաջինը դնդեսի արակն է, որ այսօրվա մեր խորհրդածության նյութը պիտի դառնա, իսկ երկրորդը Ղազարոսի և մեծահարուստի փոխհարաբերությունը այս երկրի վրա և ապա անոր շարունակությունը հանդերձյալ կյանքի մեջ։ Երկրորդ արագով մեր Տերը վարակույրը կփանա մեր դիմաց, թե հետ մահու ուր և հետ մահու ինչ, անտր շիրիմյան գաղափարաբանությունը կբարձապանե մեզի Տերը, ինչ որ Պողոս առաքյալ առավել ևս կլուսաբանե, ասելով, որ գերեզմանը բադուհան մնե խորքին մեջ, ոչ թե մարդ թաղելու վայրը, բադուհան մնե, որոնց մեջ են աստենական կյանքեն կփոխադրվի ստևի հավիտենական կյանք, վերջագետ և նոր դողմը կսկսի մարդկային կյանքին մեջ, ճիշտ անոր համար է, որ Պողոս առաքյալ գսե մի հուսահատիկ հեթանոստերու նման, որոնք հույս չունին, դուք քրիստոնյա եք, որովհետև կհետևիք Քրիստոսի օրինակին։ Քրիստոս թաղված մնաց գերեզմանոցի մեջ, պատասխանը ոչ է։ Երրորդ օրը հարություն արավ, նույնն է գսե քրիստոնյային, որ կհետևի Քրիստոսի օրինակին։ Իսկ երկրորդ արագը քիչ մը դարօրինակ է հավանաբար, եթե դարացի օրեն ուզենք հասկանալ երկրորդ արագին իմաստը, քիչ մը դարօրինակ է, եթե աշխարհիկ չափանիշներով փորձենք զայն վերլուծել, բայց եթե երկնային չափանիշներով փորձենք լուծել, պիտի տեսնենք, որ ամբողջությամբ տարբեր է։ Արագը կսկսի հետևյալ ձևով, գսե մեծահարուստ մարդ մգար, բնական է, որ իր գործերը դնդեսելու, ղեկավարելու համար պաշտոնյաներու պետք պիտի ունենար։ Եվ բազում պաշտոնյաներ ուներ իր արդի գործերը, իր նյութական գործերը, իր ամբողջ հասույթը կառավարելու և ղեկավարելու։ Գսե թե նախանցոտ մարդիկ այս մարդուն թիրքեն, դնդեսեն, որու անունը չենք գիտեր ինչ է, ոչ անունը հիշած է, ոչ ազգությունը, ոչ ուր եկած է և ոչ ուր պիտի երթա։ Մեկը, որ դնդես է։ Գսե նախանցոտ մարդիկ սկսան չարախոսել, փամփասել իր մասին։ Մեծավոր հանգարց չի գրնար լուր գենալ, գսե և կսկսի բրբդել և կտեսնե, որ այո, մանր մունր բաներ ըրած է այս մարդը, այս աշխարհի վրա ով չներ, նույնիսկ մարդիկ կփորձեն արդարացնել, ասեն ջերմակ սուդի և սև սուդի հատ խնդիրը, որ մարդուց մեջ
ըսի սավի միջոցով գտարնա։ Գտեսնե որ ճիշտ է, գարկմը իրականություններ կան։ Գանչե մարդուն եւ գսե բարեկամ գումասիտ այս բաները լսեցի եւ իրեն ժամանակ մը գուտա որովհետեւ իր հաշիվները պատրաստե եւ ներկայացնե։ Այս գիրագին ավետարանական հատվածի նշանավոր խոսքն է։ Գրապար լեզվով շատ գեղեցիկ կհնչե։ Դուր ըզ համար դնդեսության կողսը։ Քու դնդեսությանդ հաշիվը դուր ինձի։ Որ Աստված մեզ մե յուրաքանչյուրն ալ պիտի գանչե եւ պիտի սեոս եկեք նայեմ ես ցեզի աշխարհ ղրգեցի եւ շնորհքներ դվի այդ շնորհքները գրնան լալ լյութական գրնան լալ ֆիզիկական գրնան լալ պարոյական գրնան լալ թե հոգեվոր եւ թե աշխարհիկ եւ ասոնց համար պիտի սե ինչ ըրիկ հաշիվ դվեք ինչպես որ երբեմն օրինակ կբերեմ այս երկրի օրենքները մենք միջին արևելքի մեջ ավանապար եկողներս չէինք գիտեր հոսքալեն հետո սորվեցանք որ այս երկրի պետությունը ամեն տարի մեր ներկայացած հաշիվեն հետո մեզ մե հաշիվ կբանջե Տաքսի դակնաբի մեջ ենք բոլորս չէ, ինչ պիտինենք, ուրգե պիտի առնենք, ուր պիտի պագենք, ուր պիտի կոցենք։ Նույն վիճակին կմատնվի այս դնդեսը, երբ դերը կգանչե և գսե հաշիվ ներկայացուրնայիմ։ Օրմը մենք ալ, ինչպես ամեն տարի հոս, բայց օրմը Աստծո առջև պիտի ներկայացնենք մեր հաշիվները և Աստված ինք պիտի ըսե մեզի Եթե ճիշտ աշխատած ենք, ապրիս հավադարիմ ձարա, որովհետև քիչի մեջ հավադարիմ գտնվեցար, ավելին պիտի վստահվի քեզի։ Իսկ եթե հակառակը ըրածենք, արագին այսօրվա ավետարանին երկրորդ բաժինը, որ Ղազարոսը եւ մեծահարուստը, Ղազարոսին համար ինչ կսե, հիվանդոտ մարդ մներ։ Մարմինի ամբողջ վերք, մարմինը ամբողջ հիվանդություն և գսե Ղազարոս այս մեծահարուստին տուրին դիմաց նստած իր օրաբահիգը գաբահովեր անոր դունեն ավելցուկներով, որ գտապվեին աղբամանին մեջ։ Այսօր կան մարդիկ, որոնք աղբաման են գերագրվին, պատասխանը այո է։ Այսօր կան մարդիկ, որոնք իրենց ավելցածը աղբամաններում մեջ կտապեն, այո է, գացուտերեն բան չէ փոխված։ Նույն մարդն է, բայց մենք մեզ արդարացնելու համար գսենք, թարը փոխված է, ժամանակը փոխված է, ոչ, մենք փոխված ենք։ Հետևաբար այս դնդեսի գիրագին մեզ գհրավիրե վերադառնալու մեր արմատներուն, թե Աստված ինչու մեզի աշխարհ ղրգած է։ Ինչ ունելու համար, ինչ է մեր բարդականությունները, ինչ են մեր բարդավորությունները։ Եվ հոն ավետարանին մեջ Մատթեոսի Հիսուս շատ գեղեցիկ դրվակ մը նաև գհիշե, գսե օրմը երբ կանչվիք, ձեզի պիտի հարցվի, Աստված պիտի ասե, որ ես հիվանդ էի, ինձի այցելության չեկաք, անոթի էի, չգերագրեցիք, ձարավ էի, չուր չդվիք, վանդարգված էի, մխիտարելու չեկաք, սքավոր էի, իմ գողքից չգեցաք, և այսպես 8 գեդեր գահաշվե, առաքյալները գսեն դիր, տուն, երբ այդ վիճակի մեջ էիր և մենք այս բոլորը չրինք քեզի, Հիսուս գսե, որ ինձի ընելու պետք չունիք, ես գարիքը չունիմ, Ձեր օգնության, ձեր ուժատակության, այլ տուն, եթե այս ասվածները, այս 8 գեդերը կու նմանիտ, հարևանիտ, տրացիիտ, բարեկամիտ, անգյալին, զրգյալին, որպին,
այրին, դգարին, գադարես, ինձի գադարած գլաս։ Հետևաբար Խրիմյան հայրիկի երբ կհարցնեն, թե ինչ պետք է ընենք, որ հավիտենական կյանքը ժառանգենք, որովհետև դերը ավետարանին մեջ կսե, ձեր հարստությունը այս երկրի վրա մի հավաքեք, այլ երկնքի մեջ, որովհետև այս երկրի վրա հավաքված հարստությունը օրը քողերը պիտի քողնան, օրը պիտի փճանա, օրը փորձանքի պիտի հանդիպի, օրը պիտի անեյանա երթա։ Հավաքեցեք երկնքի մեջ։ Ասենք չեն հասկնար, թե ինչպես գրնանք մենք մեր հարստությունը երկինք հավաքել։ Խրիմյան հայրիկ կսե երկրի վրա ծրի պերնագիրներ կան, որ ձեր հարստությունը կհավաքեն երկնքի մեջ, ովքեր են անոնք քիչ առաջվա մատնանշված անձերը։ Տուն ձերքերդ բարոյական գործունեությամբ լեցուն պիտի երթաս Աստծոքով, բարոյական աշխատանքները ձերքերուդ վրա հավաքված պիտի երթաս Աստծոքով, Աստված քեզ պիտի տեսնե, որպես իր ստեղծածը, ոչ թե երկրի վրա կու ունեցած թիրքդ, բաշտոնդ, հարստությունդ, ունեցածներդ պիտի նկատի ունենա, այլ կու անոնց հանդեպ ունեցած վերապերմունքդ։ Եվ այս դնդեսը այլևս ընելիք չունի, գործը պիտի արձակվի, բնական երևույթ է կյանքի մեջ, ոյը մեկ սխալ գործանո, գհերացվի իր հավաքականութենեն, գհերացվի իր շրջանագեն, գհերացվի ամեն դեղեն։ Սակայն մեր դերը մեզի գսե, որ գրնաս վերագանքնիլ նաև, բոլորս ալ գրնանք սխալիլ, սխալիլը մարդկային է, վերագանքնիլը Հիսուս կսե խորակիդություն է, հոս հայերեն լեզվի մեջ երկու բարեր կան, որ պետք է ուշադիր լանք և լավ հասկնանք, կան խորամանքներ և կան խորակետներ։ Խորամանկը այն մարդն է, որ ամեն ինչ իր հաշվին գուզե առնել, դգարը գջզմե ինք բարձրանալու համար, դգարը դգարացնե ինք զորավոր սկալու համար, ջերմակը գսևցնե ինք ջերմակ երևելու համար, մեկ խոսքով։ Հետևաբար խորամանկություն չէ, որ գտելատրե մեզի մեր դերը, այլ խորակիդություն։ Ճանչնալու համար խորքը, ճանչնալու համար ճշմարտությունը, ճանչնալու համար քեղեցիկը, ճանչնալու համար լավը և գիրարգելու և կործատրելու մեր կյանքի մեջ։ Եվ դերը գսե գկովե այս դնդեսը իր ջարբիգության համար։ Քրիստոս մեզ միան բարություն չսպասեր։ Բողոս Արաքյալ գսե, թե բարի մարդը միշտ կուզե հանգիստ տնել, միշտ կուզե քնանալ, միշտ կուզե մարդիկ զինք չան հանգստացնեն, բայց այդ մեկը բավարար չէ այս աշխարհի վրա ապրելու համար։ Այս աշխարհի վրա միան բարի ըլլալ չի բավեր, այլ նաև ջարբիկ պիտի ըլլաս քու բարությանդ հետ միասին, որպեսզի ջարբիկությամբ, բարի ջարբիկությամբ սակայն, խորակետ ջարբիկությամբ սակայն, քու կյանքդ շարունակելու այս աշխարհի մեջ։ Եթե խորամանկության կացիր, կնշանակե չարին կողմ անցար և չարությամբ քու կյանքդ սկսար ապրիլ, ինչ որ մեր դերը կմերժե այդ մեկը։ Ուրեմն, եզրակացություն, դնդեսի արագը այս հարցին որոշակի օրեն կպատասխանե, եթե դնդեսի նրածը չարաշահություն է, վաշխարություն է և խաբեության արդյունք է,
ուրեմն դարբեր իմաստ կունենա, բայց եթե հագարակն է դարբեր իմաստ։ Այլ անոր ըրածը հնարամտություն էր, ուրեմն հանցանք չէ հնարամտությունը գացութենեմը բրգվելու համար, վերագանքնելու համար, ետ ոտքի գենալու համար։ Աշխարհիկ հարստությունը կործածեցեք այնպես մը, որ Աստուծո բարեկամությունը շահիկ գսե մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Աստված մարդուն դնդես կարգեց եւ ուզեց, որ իր ստեղծած մարդը միաժամանակ իր կործագիցը ըլլա, որովհետեւ մարդը ինքն իր անձնին վերագացուն ըլլա, նաեւ դնորին է իր եւ շրջաբադին բարոյական արժեքները եւ սադար հանդիսանա բոլորին բարեկամությունը համագրանքը շահելու համար։ Ինչ որ ռավ դնդեսը եւ գործե դուրս պիտի տներ, մանոնային գսե բարեկամներ շահիր։ Կեզ գործե արցակվել են յետք ընդունելու համար իրենց գործադեղիները։ Դնդեսի արագին մեջտեղ դնդեսը հերացած էր իր բաշտոնեն, բայց եւ այնպես գխորեր միջոցը, որ տեկրել գրգին դառնալու իր նախկին վիճակին, վերագանքնելու սխալեցանք եւ ինգան գսելով մի հուսահատիկ, վերագանքնում գա, սրբակրություն գա, ապաշխարությունը ինչ է, եթե ոչ վերագանքնելու ճանապարհին սկիզբը։ Ուրեմն դնդեսը ուզեց վերագանքնել իր անգյալ վիճակեն, արթնալ իր քնացած վիճակեն, անչը հուսահատեցավ, այլ ջարբիգությամբ փորձեց ելքը գտնել, ուստի օգտագործեց հարմար առիթը։ Առիթը արձանագրված է ավետարանի մեջ, գրնանք կարդալ։ Արաքյալը գսե որքան ադեն որ ժամանակը մեր ցերկն է, բարիք ընենք բոլորին, մանավանդ հավատքի ջամփով մեր հարազատներուն, քաղաքացիներուն 6-րդ գլխու 10-րդ համարին մեջ։ Դերը դնդեսին իմաստուն վերապերմունքը տեսնելով զայն գկովե, որովհետև առաջին հերթին նյութը օգտագործեց իր աբական շահելու համար։ Այս երկրի վրա նյութը օգտագործեց իր հավիտենական կյանքը շահելու համար։ Երկրորդ նյութը օգտագործեց որպես միջոց մարդասիրության նպատակներով եւ ոչ թե ինքնանպատակ։ Երբ ինքնանպատակ գործածես նյութը կդառնա քեզի համար նպատակ, իսկ նյութը նպատակ չէ, այլ միջոց է ապրելու համար։ Մադի հետև չբավդինք, եթե մենք նյութական չունենանք այս աշխարհի վրա, գրնանք ապրիլ, բացարձակ, ոչ գրնանք ինքնաշարժ ունենալ, ոչ դուն ունենալ, ոչ զավակ ունենալ, ոչ օրվա ապրուստ ունենալ, ուրեմն Քրիստոս նյութին թեմ չէ, սակայն նյութը կործածելու եղանակին մեջ մեզ գսկուշացնե եւ գարտնցնե եւ գսե նյութը միջոց է մարդու կյանքը ապրելու համար եւ ոչ թե նպատակ է նյութը շահելու եւ հավաքելու համար, ինչպես որ անմիտ մեծադունը ավետարանին մեջ ուներ հավաքեց դրավ դուրը գղբեց նույն գիշեր այս աշխարհեն կնաց բանալիներալ հետը դարավ գսե որը երբեմն չգրցան օգտագործել իր հավաքած նյութը այն ադեն գսես քողերը սկսան բացակել բաջար դարձավ այլոց քողության իսկ ներսեն գսե որտերը սկսան ուդել իր հարստությունը եւ բջացնել պատասխանատվության զգացումը եւ բարդականության գիտակցությունը քրիստոնյա հավատացյալին առաքինություններեն է իսկ անոնց մեզ զուրկ ըլլալը հանցանք է եւ մեղք մեր Տեր Հիսուս Քրիստոս գտելատրե մենք եւս շահինք Աստծո բարեկամությունը
այս երկրի վրա հավաքված նյութով։ Շատ գեղեցիկ զուգադիպություն մնե, սիրելիներ, այսօր դնդեսի գիրագին գինա մարդի 8-ի օրը։ Այսօր 8 մարդ է, բոլորդ լավ գիտեք թե ինչ է նաև, որ նաև գանանց միջազգային օրն է։ Իրականության մեջ հայ գինը, հայ մայրը, հայ իքական սերը եղած է ընտանիքի ամուր սյունը, հայ հավատքին բահաբանը և մեր մշակույթի լավագույն դնդեսը, դունին նաև դնդեսը, անոնք իրենց անսպար սիրով, համբերությամբ, զոհությամբ կգերդեն մեր աբական, այսօր կմեծարենք և շնորհակալություն կհայտնենք իրենց, բոլոր գիներուն, մայրերուն, քույրերուն, իքական սերին ընդհանրապես, որ իրենց իմաստությամբ և բարությամբ լույս ու հույս կսպրեն մեր կյանքին մեջ։ Շնորհավոր գանած միջազգային օր։ Դերը օրհնե ձեզ հիմա, Հավիդյանս, Հավիդենից, ամեն։